Ամեն։ Ուրախ ենք ձեզ իմ ապրելու ուստավորաբար եկել եք այս սքանչելի նորակալույն Սուրբ Աննա եկեղեցին մեր խորին շնորհակալություն ենք հայտնել Տեր Ավետիսին, որ իր բարի կամեցողությամբ ընդառաջեց մեր խնդրանքը եւ արտոնեց, որպեսզի այս Սուրբ եկեղեցու մատարակվի։ Այսօր տոնն է 12 Սուրբ վարդապետների, Ռեթեոսի, Դիոնիսիոսի, Սեղվեստրոսի, Գյուղի Երուսաղեմացու, Գյուղի Ալեքսանդրացու, Հովան Ոսկեբերանի, Գրիգոր Աստվածաբանի, Գրիգոր Լուսացու, Եփիփան Տիտրացու, Եփրեմ Ուրիասորու, սքանչելի մի բույն, մի խումբ աստղերի, հրաշալի մի խումբ, որ դարձավ եկեղեցու հիմքն ու սյունը։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս սիրում է ընտրել աշակերտներ։ Դեռևս Քրիստոսի գալուստից առաջ Աստված ընտրեց 12 նահապետներին, 12 ցեղերին, Հակոբի որդիներին, որ դարձան Իսրայելի 12 ցեղերը։ Եվ Աստված այս 12 ցեղերին էր, որ առաջնորդում էր դեպի Ավետիանց երկիր, դեպի փրկություն։ Երբ մեր Տերը Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ եւ սկսեց ավետարանը քարոզել, ընտրեց 12 առաքյալներ, ի խորհուրդ 12 նահապետների, 12 ցեղերի Իսրայել, որոնք Տիրոջ ավետարանը պետք է ամբողջ աշխարհով մեկ տարածեին, ինչպես Քրիստոս իր համբարձումից առաջ ասաց. Գնացեք բոլոր ազգերին ավետարանը քարոզեք, մկրտեք նրանց հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով, ուսուցեք պատվիարները պահել, եւ ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի կորյուն։ Այսօր 12 առաքյալները չկան այլևս ֆիզիկապես այս երկրի վրա, բայց Տիրոջ առաքյալների խոսքը, ավետարանի քարոզը որդեգրեցին 12 տիեզերալույս Սուրբ վարդապետները եւ դարձան Քրիստոսի ավետարանի խոսքի կրողներ ու տարածողներ ամբողջ աշխարհում մեկ, որովհետեւ այս 12 սյունյակը կարծես սուրբ մի ծառ է, որ հաստատվել է երկրից դեպի երկիր։ Արմատներն ու հիմքերը սուրբ մարգարեներն են, 12 ցեղերն Իսրայելի եւ 12 մարգարեները, որոնք հին Իսրայելում առաջնորդեցին ժողովրդին, կանխագուշակեցին, մարգարեացան Տիրոջ գալուստը, արմատն ու հիմքը առաքյալներն են, ինչպես Քրիստոս Պետրոս առաքյալին ասաց. դու ես բեմը եւ այդ բեմի վրա պետք է կառուցեմ իմ եկեղեցին։ Գյուղերն ու մտուղը սուրբ վարդապետներն են այսօր մատուրերին, քաղցրացել այսօր պտուղը աստվածային ծառի, անուշ քաղցր համ է եւ անուշ բուրմունք է տարածել ամենուրեք։ Դա մեր սուրբ վարդապետների քարոզն է ու քաղցր ելևեջն ու քնարը մեր ականջին հնչում։ Այս են սուրբ վարդապետները, պտղաբերել է աստվածային ծառը այսօր եւ մեզ քաղցրացնում է թե մտքով, թե օգով եւ տեսել։ Սուրբ Գրիգոր Տաթևացին Քրիստոսի եկեղեցին Տիրոջ մարմինն է կոչում եւ ինչպես մարմինը տարբեր անդամներ ունի, այնպես էլ Սուրբ եկեղեցին մեկ է, բայց մի տարբեր անդամ։ Ինչպես մարմինը կառավարվում է գլխով, այնպես էլ եկեղեցու գլուխը, ասում են Սուրբ վարդապետները, ամենայն հայոց հայրը։ Աչքերը եպիսկոպոսներն են, դեդ են, որ իշխում են հավատացյալ ժողովրդի վրա, բարձունքից են իշխում, ինչպես արծիվը երկնակամարից սավառնում է եւ իշխում է։
Բերանը վարդապետներն են, որոնք Աստծո խոսքն են քարոզում մեզ, հասցնում են Տիրոջ քաղցր վարդապետությունը քարոզում։ Ատամը մեկնիչներն են, որ ծամում են ու յուրացնում են Աստծո խոսքը և փոխանցում են։ Ականջները դուք եք, սիրելի բարեպաշտ հավատացյալ ժողովուրդ, այսօր երկու ականջ դարձած լսում եք Տիրոջ խոսքը ու քարոզը, որպեսզի ձեր սրտում պտղաբերի այսօրվա սերմերն Աստվածային ավետարանը։ Ձեռքերը քահանաներն են, որոնց միջոցով Սուրբ եկեղեցին է գործում, խորհրդակատարում է քահանան, իսկ ոտքերը ամենակարևոր, ամենանշանավոր մասը մարմնի, որ ամբողջ ծանրությունը մարմնի իր վրա է կրում և խոնարհաբար ամբողջ կյանքի ընթացքում տանում ճգնավորներն, ապաշխարողներն, աղոթողներն են, և այն եկեղեցին, որ չունի աղոթող, չունի ապաշխարող, չունի ճգնավոր, կարծես անդամալույց լինի։ Աղոթենք, որպեսզի Սուրբ եկեղեցու բեռը, որ դրված է մեզ վրա, շատ աղոթող մարդիկ ունենան, որպեսզի կարողանանք տանել այդ։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, երբ մեղքն է շատանում, պետք է շնորհը ևս առավել լինի, որպեսզի կարողանա համախմբել։ Եկեղեցու սուրբ վարդապետները եղան այն մեղուները ջրաջան, որ շրջեցին Սուրբ գրքի տարբեր ծաղիկների վրայով, հավաքեցին Սուրբ գրքի նեկտարը և պատրաստեցին անուշահամ և անուշահոտու մեղը, որ Սուրբ վարդապետությունն է։ Եվ ինչպես Դավիթ մարգարեն է ասում, Տեր քո խոսքը, քո քարոզի իմ քիմքին ավելի քաղց է, քան մեղրի խորուսը։ Այդպես է Սուրբ վարդապետների քարոզն ու անուշ խոսքը մեր հոգում, մեր սրտում քաղցրանում է և մեղրից էլ քաղց։ Սուրբ վարդապետները եղան հանքահոր վարդապետներ, որ խորամուխ եղան, մտան Սուրբ գրքի հանքերը, այնտեղից դուրս բերեցին թանկագին քարեր։ Ինչպես ավետարանն է ասում, երկնքի արքայությունը նմանվեց ագարակում թաքնված գանձին, որ մեկը գտնելով այն իր ամբողջ ունեցվածքը վաճառեց և գնեց այդ գանձը։ Իրապես ավետարանը ագարակն է, իսկ նրա մեջ թաքնված թանկագին քարն ու գանձը եկեղեցու սուրբ վարդապետությունն է և սուրբ վարդապետներն են, հանքահոր վարդապետներն են, որ կարողացան դուրս հանել սուրբ ավետարանից թանկագին գանձերը և տվեցին մեզ, և եթե մենք ուզում ենք գնել երկնքի արքայությունը, ապա պետք է վաճառենք ամեն ինչ և գնենք թանկագին։ Իբրև ավարտ քարոզի, մի փոքրիկ պատմություն ներկայացնեմ ձեզ Սուրբ Գրիգոր Կապեվացու վարդապետների և ընդհանրապես վարդապետության մասին։ Մի սքանչելագործ, քաղցրաբարբար վարդապետ էր իմ, որ իր ամբողջ կյանքը քարոզում էր ավետարանը և բազմաթիվ մարդկանց լուսավորել էր, կանգնեցրել ճշմարտության ճանապարհին, բայց երբ ծերանում է, ուրանում է, և այլևս ինքնուրույն չէր կարող գնալ քարոզել, այլ մի աշակերտ ուներ, խնդրում էր, որ իր աշակերտները տաներ իրեն քաղաքներ, բնակավայրեր, որպեսզի Աստծո խոսքը քարոզի, մարդկանց դեպի արքայությունն առաջնորդի։ Բայց այս աշակերտը ծույլ է, մեկ շաբաթ, երկու շաբաթ վարդապետին ասեց հոգնեցրեց այս ծերունիից։ Մի օր խնդրեց վարդապետի իրեն տանել քարոզելու քաղաքներում, տարավ ուղղակի մոտակա լեռան բարձունքին կանգնեցրեց և ասաց, քանի որ չէր տեսնում
ձեր վարդապետը։ Քարոզիր, վարդապետ, ժողովուրդը քեզ լսում է։ Եվ ինչպես սովոր է սուրբ վարդապետը, շատ քաղցր խոսում։ Սկսեց իր շնորհալի բերանը բացել եւ մարգարիտներ սփռել։ Բայց ոչ ոք չէր լսում։ Միայն դատարկ խոր ձորերն ու անդունդներն են, որևէ արձագանք չկար։ Եվ հրեշտակները երկնքից սկսեցին ծափահարել եւ ասացին. լավ կարողեցիք վարդապետ։ Տիրոջ շնորհը